Աստված ամեն մեկին սկզբից մի շնորհ ա տվել, որ այդ շնորհը նա օգտագործի ու այդ շնորհի վրա ավելացնի ավելի կարևոր բանել։ Ես պատարագը տեսա ու որոշեցի, որ ես էլ մասնակցեմ։ Գնացինք, Տերարամին շատ ջերմ ընդունեց։ Տիրոջ տունը, մեր Աստծո տունը պիտի լինի երեխաների ճիչով, երեխաների ներկայությամբ։ Եկեղեցին իրենց համար լավագույն խաղի վայրը պիտի լինի, որտեղ որ իրենք իրենց շատ ազատ պիտի զգան, իրենք իրենց լավ պիտի զգան եւ ցանկություն ունենան նաեւ հաճախակի վերադառնալու եւ լինելու այդտեղ։ Տերարամին, Տեր Սարգիսին, Օնիկին, բոլորին գործ էի հարցնում, որ ինձ տան, ես այդ ամեն ինչ անեմ, բայց իրանք ասում էին, կսովորես նոր կանես, եթե ինչ-որ մի բան երգելու ժամանակ չեմ կարողանում, հարցել տալիս։ Ալիկը մեծ ցանկություն ունի ապագային հոգևորական դառնալու եւ հաճախ իր հարցերով հենց ինքն է ինձ ստիպում, որ իրեն հանձնարարականներ տամ, ինչ որ բաներ ավել իմանա, ավել սովորի եւ այս իմաստով այդ նախանձախնդրությունը նաեւ ինձ է դուր գալիս։ Մենք էլ որպես հոգևորական այն ինչով որ ունենք, այն գիտելիքները, այն ամենը, որով որ լցված ենք, մեծ ցանկություն ունենք այդ ամենը փոխանցելու մեր հաջորդ ծերուններին։ Պատարագամատույցը վերցնում եմ ու սկսում եմ իմ սխալները նայել ու այնպես անեմ, որ հաջորդ պատարագին այդ սխալը նորից չկրկնեմ։ Աղագեցիքը առաջին անգամ երբ ասեցի, կաշկանդված էի, բայց հիմա կարողանում եմ նորմալ ասել։ Ամեն պատարագ անհամբեր սպասում եմ, որպեսզի գա այդ օրը, ես պատարագին գործեր անեմ։ Խորանը փակվում է, մենք հասցնում ենք, այդ բանին մոմերին ենք վառում ու շարժում ենք իջնում ենք։ Լինելով հոգևորականներ, հաճախ հենց իրենցից ենք սովորում, թե ինչպիսին պիտի լինել, թե ինչպիսին չպիտի լինել, մենք էլ հաճախ ուզում ենք մանկանալ, երեխայանալ, իսկ այդ միջավայր մեզ տեղափոխելու համար պարտադիր մեզ օգնում են մեր դպիրները, որոնք ամեն մեկը կարծես իր գույնը ունի մեր եկեղեցում, եւ այդ գույների բազմազանության մեջ մենք էլ կարծես այդ սևի գերիշխանության տակ չենք այս իմաստով։ Պատարագից բոլոր պահերներին համար սիրել։ Աղոթքը շնորհակալություն հայտնել եւ ամեն ինչից գոհանալ կամ ինչ-որ մի բան խնդրել է։ Ու ես շատ ուրախանում եմ, որ մարդիկ ուզում են գան, պատարագ նայեն, իմանան ամեն ինչ։ Իմ տարիքի այդքան շատ դպիրներ չկան, ինձնից հետո նոր սկսեցին ավելի շատ գալ, ով որ չգիտի, իրանք քշոցի ձևը սովորացնում են, ամեն ինչն էլ սովորում։ Գյուղում հավես է, ամեն ինչ լավ է, զբաղվելու բաներ շատ կան։ Մշակում եմ ծաղիկները, շատ մեծ սեր ունեմ հողագործության։ Երբ ես դասից գալիս եմ, առաջինը դասերս եմ անում ու հետո զբաղվելու ինչ ունեմ, կենդանիներին եմ կերակրել։ Հավես է անցնում, երբ իմ ընկերների հետ եմ, դասերից հետո նրանք գալիս են ինձ կանչում են եւ ես խաղում եմ իրենց հետ։
երազանք ունեմ ընդունվեմ Գևորգյան ճեմարան ու դառնամ հոգևորական։ Իմ մայրիկը պատմել է ինձ Մշոսուրբ Առաքելոց վանքի մասին։ Երբ ես դառնամ հոգևորական, ես շատ կուզենայի, որ Մշոսուրբ Առաքելոց վանքում պատարագ մատուցեի։ Չէ, դժվար չի, ես այնպես եմ անում, որ իմ ուզածին հասնեմ ու միշտ աշխատում եմ։ Մեր ցանկությունը ոչ միայն հոգևորական դառնալը, այլ հոգևոր անձ լինելն է, եւ այս երեխաներին բերելով եկեղեցի մենք փորձում ենք հոգևորը իրենց մեջ ապահովել, փորձում ենք Աստծո ներկայությունը իրենց մեջ ապահովել եւ համոզված ենք նաեւ, որ այդ ներկայությունը, որ իրենք ունեն իրենց մեջ, պիտի նաեւ փոխանցեն իրենց հարազատներին։ Մենք ունեցել ենք դեպքեր, որ մի փոքրիկ երեխա ընդամենը իր հավատով կարողացել է իր ամբողջ տան, այսպես ասեմ, հոգևոր կյանքը փոխել։ Եկեղեցում բարություն կա ու ամեն մեկը իրար սիրում են եւ մեկը մյուսին օգնում են։ Կարևոր բան է, եթե սեր չլինի, ես չեմ կարծում, թե ոնց կասնի կյանքը։